Երբ որ անհրաժեշտություն լինում հատկապես Արցախի ներկայություն գալ կամ Արցախի ներկա կամ նախկին պաշտոնյաներին որևէ ձևով տարբեր գործերում ներգրավել, դրա համար հարմար հոդված կամ պատրվակ միշտ էլ ճարվում է։ Բայց ես կարծում եմ, որ այսօրվա այս խուզարկությունները երկու հիմնական պատճառ ունեն։ Առաջինը տեղյակ եք, որ երեք ազգային ժողովը Արցախի խորհրդանական լսումներ էր կազմակերպել, որի հիմնական թեման վերաբերում էր արցախցիների վերադարձին, դրա հնարավոր ճանապարհներին եւ դրա շուրջ ստեղծված խնդիրներին։ Բավականին ներկայացական եւ բովանդակային լսումներ են տեղի ունեցել եւ ստեղծված իրավիճակում բնական է, որ հայաստանյան իշխանությունների այսօրվա վարքագծի եւ բառապաշարի պայմաններում դա բնականաբար որևէ ձևով իշխանության համար չէր ընկալվելու։ Երկրորդը դրան զուգահեռ Փաշինյանի ոչ իհարկե առաջին անգամ, բայց նաև երեք Գերմանիայում հնչեցված հայտարարություններն էր։ Ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Նախ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը եւ իրացման հետ կապված հարցերը, ինչպես նաև արցախցիների իրենց բնորան վերադարձի հարցը նախ բերեց եւ հավասարացրեց այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տերմինաբանությանը, որը բացարձակ անհեթեթ է եւ արհեստական ստեղծված հասկացություն էր, եւ երկրորդը Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճող, նրանց քիմքին հաճելի գործողություններ իրականացնել, ցույց տալու համար, որ որևէ կերպ թույլ չի տալու արցախցիների իրենց վերադարձի հետ կապված կամ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ որևէ աշխատանք իրականացնել։